Այդ վարչապետին սպիսատենելով ախն է արդեն։ Շամկետն անցել է էլի։ Հոգեկան հիվանդին ինչ ասեմ։ Ղալաթ են անում։ Ես ընդհանրապես չեմ ընդունում ոչ այս երկրի կառավարիչներին, ոչ ընդհանրապես նրանց արժը, ախորը։ Հունից դուրս են գալիս Երևանում մարդիկ, երբ սոցիալական ցանցերում կարդում են վարչապետ Փաշինյանի վիրավորական գրառումները հոգևորականների մասին։ Հենց իր գրածը աղմախություն է, ինքը աղմախ մարդ է, կարող է ինքը ինչ-որ նորմալ բան ասի, բայց չի որ երկիրը վաճառել են, վերջը։ Երևի հիվանդ է այդ մարդը, բուժել է պետք։ Շատ վատ է, դա լավ ղեկավար չի, որ այդպեսի բաներ է արտահայտում։ Ազգային ժողովում խոսում է երեխաների դաստիարակությունից, էթիկայից, բայց իր բառապաշարը արդեն պարզանում է։ Մեր ազգին հարիր չի, եկեղեցին այդպես քննարկել ու այդ ձևի վատաբանով։ Իր այդ հիստերիկ պահվածքը, իր բան, ես առաջ ասում եի անհարմար է դա վարչապետին, որ ինչ-որ քննադատում են, ուրիշը լսում է եւ այլն, բայց գրում էի, որ իբր թե պաշտպանում էի, հետո զգացի, որ իրոք որ տեղում չի ինքը։ Դե պետք է խելք ունենա մարդ, ինքը խելք չունի, ինքը ունի խելք մենակ որպես աֆերիստ, բայց որպես ղեկավար ոչ մի խելք չունի, որպես մարդ, առաջերտին մարդն ինքը մարդ չի։ Իսկ երիտասարդները խոր ցավով են խոսում Փաշինյանի մասին։ Շատ ցավոտ է այդ ամեն ինչը տեսնելը, լսելը, որ երկրի առաջի դեմքը կարա նման ձև արտահայտվի, ընդ որում շատ քիչ առիթներին մասնակցելով, ընդհանրապես եկեղեցական տոներին, եկեղեցի չգալով ու իրան վերապահի նման բաներ ասելը։ Աստծո սպասավորներն են էլի մեր Հայաստանի Հանրապետության ու անկախ ամեն ինչից իրանք շատ բան ունեն արած էլի մեր երկրի համար, մեր անկախության համար, մեր պետության համար։ Թուրքական շահերն է սպասարկում Հայաստանի վարչապետը, համոզված են մարդիկ։ Ալիևի ծրագիրն է, որ լրի մեր պետական հիմքերը քանդեն։ Իրանց Լոնդոնն ու բանն է, Թուրքիան է ղեկավարում, իրանց փողերը ստանում են ու այս գործերը անում են։ Իսկ խել ժողովուրդը նստած սպասում է թե ինչ պետք է լինի։ Մաղարիչ ու հարսանիք են անելու Նիկոլ Փաշինյանից ազատվելուն պես, ասում են զայրացած քաղաքացիները։ Մենք որ գնա վարչապետը այս երկրից կուրախանա բոլոր հայ ժողովուրդը։ Տանջում մենք ինչ մեր առաջնորդները ավելի լավ են եղել, քան թե ինքը։ Ուղղակի պետք է ուշադրության մատնել, արհամարել, սպասել, մինչև իրենց իսկական տեղը կգտնեն։ Թքողները գազանանոցում, անհրաժեշտ վանդակում, հոգեկան հիվանդները հոգեբուժարանում։ Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարևարկության ստուգում։ Այս հարցը մեկընդմիշտ պետք է լուծել։ Ոնց որ ինքը իր խունտան է ընտրել, տենց էլ ինքը հոգևորականներին կընտրի անպայման։ Ժողովուրդը չի կարող ընտրել հոգևորական եւ վեհապար, որովհետեւ դա անում է եկեղեցին։ Ինքը ժողովուրդը չի ճանաչում հոգևորականներին, որ ինքը ընտրություն անի, դա եկեղեցու նեղ մասնագիտական տվյալներն է, որ դա ժողովուրդը չի կարող անել։ Ոչ քաղաքական գործիչ է, ոչ բիզնեսմեն է, ոչ էլ չեն կարա իրան ասենք ինքը լավն է թե վատն է։ Հոգևորականները իրանք իրանցով պետք է որոշեն ով է լավը։ Հայհոյախառն գրառումներով ու հոգևորականներին զրպարտելով են փորձում կրթել մարդկանց։ Ապշում են երևանցիները եւ վարչապետի ընտանիքին հրավիրում կրթվելու։ Չեն կրտում կրտեն։ Թող գան մենք իրանց կրթենք։ Լավ կլինի այդ կին ուշադրություն դարձնի իր հագուկապին, իր սանրվածքին, մոդայի կարող է լինել սանրվածքը, կարող է լինել հագուստը, թեկուզ կոշիկը, բայց կրթությունը պարտադիր է, կրթությունը անհրաժեշտ է, դե իրենց կրթած մարդկանց տեսնում ենք էլի։ Իրենք մեզ չեն կարող կրթել, պետք է իրանք կիրթ լինի, որ իրանք մեզ կրթեն։ Հայլուրի հարցախույզին մասնակցած 9 տասնյակ քաղաքացիներից 2-ը ամեն դեպքում ոգևորված են Նիկոլ Փաշինյանի սկանդալային գրառումներով։ Ճիշտ է անում, շատ ճիշտ է անում։ Ճիշտ բառեր է օգտագործում սրբազան։ Դե ամեն մեկն էլ իրանից դուրս գալով կարող է ինչ-որ տեղ։ Ինչ հոգևորականը որ դրա համար է թիրախավորում, որը լնում է եսի մինչեր է անում։ Սիրուն աղջիկ ես։ Չէ, բա դու տեսել ես վարչապետը ինչ ա արել։ Տեսել ես վարչապետի գրածը։ Հա, գրածը, ես էլ իր գրածն եմ տեսել։ Հոգևորական։ Հոգևորական է, չես ամանչում, դու որ տենց հոգևորական ունես։ Չես ամանչում։
Ես ամանչում եմ։ Նայեք, զրոյից ներքև երկիրը քորեք, չեք տեսնում։ Ամաչում ու չի հանդարտվում այս կինը, վերադառնում ու շարունակում է։ Ես թուրքերին շատ հարգում եմ, ազգության թուրք է այստեղ, ղեկավարում, ռուս լիներ, էս լիներ, թուրք, ձեզ դուր ա գալի, սիրուն սիմպատիչնի մարդիկ եք։ Ժողովուրդը դարձել է զոմբի, ժողովուրդը դարձել է չգիտեմ ինչ, մարդկանց հետ խոսել հնարավոր չի։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։